Շիրակի մարզը ունի խաղաղության խաչմերուկի բոլոր կոմունիկացիաները երկաթգիծ, ճանապարհ, հյուսիս-հարավ եւ օդանավակայան բնականաբար։ Մեր ավելի տարեց սերունդը շատ լավ գիտի այն տնտեսական ակտիվությունը, որը եղել է, երբ որ երկաթգիծը աշխատել է Գյումրի կարս։ Նոր սերունդը գուցե չի պատկերացնում, բայց Գյումրին լինելով սահմանամերձ ու հենց խաչմերուկ հյուսիս-հարավի ու երկաթգծի տնտեսական ակտիվության մեծ մասը նաև Գյումրիով է անցնելու, Շիրակի մարզով է անցնելու, ճանապարհները Շիրակի մարզով են եւ տնտեսական ակտիվության մասին դե չենք էլ կարող պատկերացնել, թե ինչ հաջողություններ է բերելու, իսկ ամենակարևոր այդ ոչ միայն Շիրակի մարզի համար, այլ ամբողջ Հայաստանի համար խաղաղության խաչմերուկի օգտակար գործողության գործակիցը դա բնականաբար Չոր նավահանգիստն է։ Մենք լուռ աշխատում ենք Չոր նավահանգստի նախագծի վրա, էկոնոմիկայի նախարարության հետ, կառավարության հետ, այնտեղ արդեն տարածքների հողերի, որտեղ սեփականատերեր կան, համայնքային հողեր կան, այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են։ Հետաքրքրությունը շատ մեծ է, չափից ավել մեծ է նույնիսկ ու աշխարհի շատ ու շատ առաջատար երկրների խաղացողներ, ներդրումային ընկերություններ հետաքրքրություն ունեն։ Կարսի նահանգի ու Շիրակի մարզի փոխհարաբերությունները տեղի 90-ականներից է սկսվել, կան ստորագրված փաստաթղթեր, այդ ժամանակ դեռ հայրս էր զբաղվում այդ աշխատանքներով ու առաջի անգամ 90-ականներին հայկական պատվիրակությունը այցելեց Կարս հենց Ախուրիկով, սահմանը բացվեց, Ախուրիկով հայկական պատվիրակությունը անցավ դեպի Կարս, հետո բնականաբար Կարսի պատվիրակությունն էլ այցելեց էլի նույն ճանապարհով Գյումրի, ստորագրվեց Գյումրի-Կարս կոորդինացիոն կենտրոն, որը համատեղ երկու քաղաքների ու երկու նահանգների միջև փոխհարաբերություններ էր ավելի ակտիվացնելու, այդ ամեն ինչ կազմակերպում էր հայրս եւ ես լինելով երիտասարդ միշտ հետաքրքրվելու փորձել եմ հասկանալ ինչ է կատարվում ու ինչ է արվում։ Ակտիվությունը շատ մեծ էր 90-ականների վերջերին եւ տանում էր ճանապարհը դեպի գոնե երկաթգծի բացմանը, բայց աշխատանքները կանգ առան տարբեր դիվանագիտական պատճառներով եւ այլ եւ այդ ամեն ինչը կանգնեց, բայց ակտիվությունը շատ մեծ էր։ Մեր մոտից էլ շատ գործարարներ սկսեցին աշխատել այդ կողմի հետ, իհարկե Վրաստանի հատվածով։ Ամեն դեպքում ինքը կարևորագույն ճյուղերից մեկն էր ու տնտեսության զարգացման, հենց Գյումրու տնտեսության զարգացման կարևորագույն կետերից մեկն էր, որտեղ պիտի լիներ 90-ական թվականներից։ Իսկ հիմա փառք Աստծո ունենք խաղաղություն ու կարողանում ենք մենք այդ գործը շարունակել ու հասնել ենք այդին, որ սահմանները բացվեն, երկաթգիծ աշխատի, հասկանալի է, որ ինքը Գյումրի-Կարս երկաթգիծն է, բայց դա ամբողջ աշխարհի համար հյուսիս-հարավ, արևելք-արևմուտքը կապող խաչմերուկ է ու տնտեսական ակտիվությունը, տնտեսական օգուտները մեր մարզի բնակիչները ու Հայաստանի բնակիչները քաղելու են, որտեղ այդ ամբողջ աշխարհի բեռներն են տեղափոխվելու այդտեղով, այնպես չի որ միայն Գյումրիից Կարս երկաթգիծ է լինելու։ Կան աշխատանքային խմբեր, թե Հայաստանի կողմից, թե Թուրքիայի կողմից, Գյումրի-Կարս երկաթգծի հետ կապված, ընդհանուր սահմանների բացման հետ կապված։ Մենք ճիշտ է անցյալ տարի հյուրընկալել էինք այստեղ Թուրքիայի պատվիրակությանը, սկզբից հայկական պատվիրակությունը այցելեց Կարս, Կարսի կայարանում քննարկում ունեցան, երկաթգիծը նայեցին ինչ է կատարում, հետո Ախուրիկով եկան Հայաստան, մեր հատվածը նայեցին, հետո Գյումրիում քննարկումներ տեղի ունեցան։ Մեր կառավարության որդեգրած դիրքորոշումն է համայնքների համաչափ զարգացումը եւ այդ ճանապարհով էլ մենք գնում ենք։ Իհարկե Շիրակի մարզը բազմաոլորտ է, Գյումրին մեր զբոսաշրջային կենտրոնն է, բացի դրանից մենք Անիում ունենք երերույթի տաճար, մենք նույն կամուրջը, որ կառուցում ենք, մարզում է սահմանին ավելի ճիշտ Շիրակի մարզի զբոսաշրջային առումով մենք Վարամաբերդ ունենք, տարբեր կոտորներ ունենք աշխարհին ցույց տալու, ոչ միայն Հայաստանին ցույց տալու, մեր տեսլականներից մեկը զբոսաշրջությունն է, մեր հյուսիսային հատվածում Համասյա Աշոց, այդ հատվածը ավելի շատ կենտրոնացած է անասնապահության վրա, ավելի սառը հատվածներ են, ավելի լեռնային հատվածներ են, գյուղատնտեսություն որպես այդպիսի շատ զարգացած չէ, տարածքներ չունենք, այդտեղ անասնապահություն է, մենք առանձին ծրագրեր ենք անում անասնապահության զարգացման համար։ Ավելի հարավային հատվածները Անի համայնք, Արտիկ համայնք, Ախուրյան համայնք ավելի գյուղատնտեսական գործունեություն են ծավալում, բայց Գյումրին դե բնականաբար զբոսաշրջություն, IT ոլորտի զարգացում եւ այլ, բայց նաեւ մենք պատրաստում ենք հենց խաղաղության խաչմերուկի
բացմանը տնտեսական ակտիվության հետ ուղղությամբ պատկերացումներ ունենք, թե որ ոլորտներն են ավելի զարգանալու սահմանները բացվելուց հետո, ու նաև մենք մեր գործարարների հետ այդ ուղղությամբ ենք աշխատանքներ տանում, որ նաև մենք պատրաստ լինենք այդ խաչմերուկի բացմանը, որին երկար ժամանակ սպասել ենք։ Սովետական միության ժամանակ Գյումրին հենց թեթև արդյունաբերության արտադրության քաղաք էր, ամբողջ Սովետական միությանն էր սպասարկում ու բազում գործարաններ ունենք մենք այստեղ, իսկ հիմա մենք ունենք գործարաններ, որոնք այդ ավանդույթները շարունակում, իհարկե ոչ այդ մասշտաբների, բայց արտահանումներ ունենք, տարբեր երկրներ, տարբեր մեծ ու փոքր գործարաններ ունենք։ Կառավարությունը այդ ուղղությամբ շատ մեծ ջանքեր է գործադրում, օրինակ մի քանի թիվ կարող եմ ասել, մեր գործարանները Շիրակի մարզի 6 միլիարդ դրամից ավել օգտվել են աջակցության ծրագրերից մաքսատուրքի ազատումից կամ ավելացած արժեքի մասով, իսկ ընդհանուր տնտեսվարողներ այս տարիների ընթացքում 4.5 միլիարդ դրամ պետական աջակցության ծրագրերից են օգտվել լիզինգով սարքավորումների ձեռքբերում կամ գյուղատնտեսական խելացի անասնագոմերի, մեղվապահության եւ այլ, այսինքն 10.5 միլիարդ դրամ այս տարիների ընթացքում հենց ուղղվել է բիզնեսին Շիրակի մարզի, բիզնեսը զարգացնելու, նոր սարքավորումներ բերելու, նոր աշխատատեղեր բացելու համար։ Մեր Շիրակի մարզի տեսլականը շատ մեծ է ու շատ լայնաշերտ։ Մենք միշտ ֆիքսվում ենք խաղաղության խաչմերուկի տնտեսական կոմպոնենտի վրա, որը ամենակարևորներից մեկն է, բայց մոռանում ենք նաև անվտանգային կոմպոնենտը, որովհետև հենց խաղաղության խաչմերուկը եւս ավելի կարծրացնելու է այն խաղաղությունը, որը մենք ունենք, ու այն անվտանգային կարևորագույն կոմպոնենտներից մեկն է դառնում, երբ որ դու աշխարհի համար դառնում ես խաչմերուկ, իսկ Հայաստանը աշխարհի համար խաչմերուկ է։